Մենք մոռանում ենք եւ հաճախակի ամբողջ մեղադրանքները ուղղում ենք տարբեր կուսակցությունների, տարբեր քաղաքական գործիչների, բայց մոռանում ենք, որ նրանք վերջի իրականացնում էին հասարակության պահանջները եւ հասարակության մոտեցումները։ Եվ ամեն մի խոսք նրա մասին, որ պետք է ավարտել, ինչ որ զիջումների գնալ, ընկալվում էր որպես դավաճանություն։ Ես էլ հիշենք։ Ես կարծում եմ, որ սթափ բաց աչքերով նայել սեփական անցյալին միայն ու միայն օգուտ է տալիս։ Այո, հիմա այդ վիճակում է Ադրբեջանը, այդ էյֆորիայի վիճակում եւ սթափ ադրբեջանցիները միջալոց շատ մտահոգված են դրանով։ Իրենք այդպես էլ ասում են, մենք կրկնում ենք որոշակի բաներ եւ շատ ենք վախենում, որտեվ աշխարհը շատ արագ է փոխվում, ոչ ոք չգիտի վաղը թե ինչ դասավորություն է լինելու, եւ եթե դու հաղթանակը չես օգտագործում խաղաղություն հաստատելու համար, այլ նվաստացնելու ինչ որ նոր ձեռքբերումներ ձեռք բերելու համար, շատ հավանական է, որ ամեն ինչը կարող է բումերանգի պես անդրադառնալ նաեւ քեզ։